Աստապանյանի շարունակական, այսպես ասած, կանոնավորմանն եք դուք նախորդ անգամ հասանքում, բայց դրան հաջորդեց ընդդիմադիր համայնքապետերի կանոնավորումը։ Այս պրոցեսը նախընտրական քարոզարշավի հետ որքանով եք կապում։ Կարծում եմ միանշանակ կապված է եւ ավելին Քոչուբայևից բացի մենք ունենք եւս մեկ գոլեգա, որը абսուրդային մեղադրանքով այժմ գտնվում է կառավարում։ Մենք տեսել ենք տեսանյութ, որտեղ նա որևէ քրորեն հետապնդելի արարք չի կատարում, սակայն իրապահ մարմիններով համիրավի իրեն կառավարին տարել։ Գիտեք, այլևս ոչինչ ոնց եմ պետք է զարմանալ պետք չէ, փաստաբանների նկատմամբ ոտնձգությունների միակ նպատակը համարում են ճշտում գործադրել եւ փորձել վախեցնել փաստաբաններին, ինչը վստահ չի ստացվելու, իսկ քաղաքական գործիչների այլ անձանց ձերբակալությունները, կառավարումները միանշանակ դա կապված է ընտրությունների հետ։ Մենք տեսնում ենք, որ իրար հետևից տարբեր համայնքապետեր են անազատության մեջ հայտնվում, տարբեր շինություններ գործեր են հարացվում, այս ամենը շարունակական է, այս ամենը սկսվել է կարելի ասել 20 թվականից։ Մենք բազմիցս բարձրաձայնում ենք իրավապաշտպաններից, 5 իրավապաշտպաններից, անձանց խախտված իրավունքներով անձանց կողքին կանգնելով բարձրաձայնում ենք, որ սա շարունակական է, որ գնալով ահագնալու է, որ գնալով այս ուխտը շատ-շատերի դրանն է չոքելու, որոշ մարդիկ ինչ-որ առումով կարելի ասել չեն գիտակցում լրջությունը եւ ես վստահ եմ, որ օր-օրի ահագնանալու է նմանատիպ ձերբակալությունների, կառավարումների, շինություն-քրեական գործերի քանակը, որովհետև որքան ընտրությունները մոտենան, այնքան այս ամենը լինելու է։ Երեք Ռուբեն Մելիքյան ճիշտ ուղիղ լայվի ժամանակ ճիշտ հաստատ բերեց, որ այժմ ԱԱԾ երկուսարանում երկու սրբազան է գտնվում, արդեն կարելի է խաչակնքվել անցնելուց։ Գիտեք, այսպիսի բան նույնիսկ մենք վատ երազում չենք, մղձավանջում չենք պատկերացնել, որ 3 սրբազաններ կառավարված կլինեն, որ մի եկեղեցի կարելի ասել, գիտեք, ոնց մոնղոլ թաթարներին դա չէր հաջողվել, բայց հաջողվեց մի եկեղեցի, չգիտեմ ինչ ասել, բառներ ոստիկանները հովանավորվում են եւ նրանք այնտեղ հասարակական կարգ են ապահովում, ինչպես նշում են նախարարությունից, բայց օծված քահանան ներս մտնել չի կարողանում եւ այնտեղ ծառայություն է իրականացնում կարգալից եղած քահանան։ Իրավական առումով այստեղ ինչ է խախտված։ Ինչ պետք է անի այնտեղ կանգնած ոստիկանը, որ օրենքի սահմանների ներքո։ Թույլ տվեցիք, որ ասեմ միտքը շարունակեմ հենց եկեղեցու հետ կապված նմանատիպ գործողություններ չի հաջողվել անգամ մոնղոլ թաթարներին, ինչը այսօր անում են այնտեղ ոստիկանները, դա ցավալի է, իրականում ցավալի է, իսկ ինչ վերաբերում է իրավունքի տեսանկյունից, մենք այլևս դուրս է այս ամենը, մենք իրավունքի հետ գործ չունենք, որովհետև ակնհայտ է, որ այն ինչ որ կատարվում է իրավունքում, դա ապօրինություն է, բայց կապ չունի, այնտեղ են ոստիկաններ, չեն թույլ տալի իրական քահանաներին կարելի ասել այդտեղ նոր աղանդ է ձևավորվում։ Մենք նոր աղանդի ձևավորման ականատես ենք։ Պարոն Հարությունյան, նաև բերանը փակած մի քաղաքացու դուրս հանեցին եկեղեցուց, կխնդրեմ իրավաբանական տեսանկյունից այս հարցին եւս անդրադառնալ։ Տեսեք, մենք բազմիցս բարձրաձայնել ենք, բազմիցս փորձել ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանում խոսքի ազատության նկատմամբ օր-օրի ոտնձգություններ են իրականացվում։ Դա ցայտուն օրինակն է, թե ինչպես է ներկայիս վարչախումբը, ինչպես է իրավապահ համակարգը վերաբերվում խոսքի ազատությանը։ Մենք տեսնում ենք, որ սպան կարող է իրեն թույլ տալ անձին եկեղեցից բռնդել, բերանը փակել, ձեռնություն կարելի ասել գործադրելով դուրս հանել, ու զարմանալի չի այլևս։ Եթե եկեղեցում ծափահարում են, դրանից հետո էլ ոչնչի շուրջ պետք չէ զարմանալ, ոչինչի վրա պետք չէ զարմանալ։ Խոսեցիք խոսքի ազատության մասին, երեք Եվրոպական խորհրդի պատգամավորներից մեկը իսպանացին նշել էր, որ պետք է Հայաստանում զգուշ լինեն, քանի որ խոսքի ազատություն կա եւ խոսքի ազատության համար մարդուն ձերբակալելու պարագայում իրենք գիտեն ինչ պետք է անեն, ինչ կասեք։ Գիտեք, ցավոք սրտի միջազգային հանրությունը հիմնականում Հայաստանի հետ կապված երկակի ստանդարտներով է առաջնորդվում վերջի տարիներին,
որովհետև եթե նախկինում միջև 18 թվականը չնչին զանցանքի դեպքում անգամ մենք հիշում ենք, չէ, ինչ աղմուկ էր բարձրացվում կառույցների կողմից, միջազգային դեսպանների կողմից հավատարմագրված Հայաստանում, այնուհետև վերջին տարիներին 20 թվականից հետո բռնություններ, ապօրինություններ, ձերբակալություններ, կալանավորումներ որևէ արձագանք մենք չենք տեսնում։ Մենք չենք տեսել արձագանք, երբ որ հունիսի 12-ին խաղաղ բնակչության նկատմամբ հատուկ միջոցներ են կիրառում, որը նախատեսված է ահաբեկիչների դեմ պայքարի ժամանակ։ Այդ ամենի ժամանակ մենք լռություն ենք միայն տեսել եւ հիմա sense փոքրիկ, էպիզոդիկ, ինչ որ խոսքերը ես չեմ կարծում, որ դա լուրջ ազդեցություն է գործելու ներկայիս վարչախմբի վրա, որովհետեւ փորձը ցույց տվեց, որ միջազգային կառույցները, միջազգային հանրությունը առաջնորդվում է սեփական շահով եւ մարդու իրավունքները արտահանելով Հայաստան, ոչ թե պաշտպանելով մարդու իրավունքները ժողովրդավարությունը, այլ ժողովրդավարությունը արտահանելով իրենց պատկերացմամբ, իրենք փորձեցին իրենց երկրների շահերը իրականացնել ներկայիս վարչախմբի միջոցով եւ դրա համար էլ հիմնականում շատ են աղմկալի դեպքերում իրենք լռում են։ Երբ որ նույն հունիսի 12 այլ դեպքեր, խոշտանգումներ, անիրավի կալանավորումներ, բոլոր դեպքերով լռություն է, միայն sense էպիզոդիկ մենք ինչ որ փոքրիկ խոսքեր կտեսնենք։ Չնայած ողջունելի է։